Մեր թեմից մաղթանքը բերել ենք նախ եւ առաջ առողջության համար, քաջ առողջություն մաղթելով եւ ազատության համար, հա, այս անարդար վիճակից իրականության մեջ դեպի արդարության ընթացքի համար իսկ երբ որ արդարությունը իրականանա, միաժամանակ մեր թեմի առաջնորդը Միքայել Սրբազանը եւ բոլոր սրբազան հայրերը ազատության մեջ կլինեն։ Մեր սրբազանը շատ ուժեղ է եւ քանի որ սրբազան ուժեղ է, մենք երբեք թույլություն չենք ուզում ցույց տանք, այլ ուժեղ ձևով դիմակայում ենք այս փորձությանը, միշտ հիշելով սրբազանի խոսքը, որ ասում է փորձությունները պետք է հանդարտությամբ խաղաղության դիմավորեք եւ ճանապարհեք։ Եվ մենք էլ իր հետ միասին իր օրինակով փորձում ենք այդպես դիմավորենք եւ ճանապարհենք բոլոր փորձությունները։ Այստեղ ենք նախ եւ առաջ մեր որդիական պարտքը կատարելու, որովհետեւ Միքայել Սրբազանը մեր եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, որից ամեն օր սովորում ենք եւ կարելի է սովորել։ Եկել ենք այստեղ իրեն շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ, ցավոք սրտի այս պայմաններում ենք շնորհավորում, քաջ առողջություն մաղթելու եւ այսպես ցանկություն հայտնելու, որ մյուս տարի իր ծննդյան տոնը ոչ թե այստեղ մենք նշենք, այլ գնանք Գյումրու 7 եկեղեցու, միասին աղոթք անենք եւ կարողանանք իր աչքը համբուրել։